Դե ինչ, այսօրվա մեր հերոսը բոլորիս հայտնի Բարթ Սիմփսոնն է։ Ես, ինչպես բոլորդ գիտեք, ամենասկզբից սկսում եմ հերոսի ստեղծումը հենց միանգամից սխեման գծագրելուց։ Թվում է, թե ամեն ինչ շատ հեշտ է, բայց իրականում այստեղ շատ կարևոր է ճիշտ հաշվարկել մանր դետալները և ճիշտ գծագրել այն, որպեսզի հետագայում սխեմայով գործելու ընթացքում ոչ մի բարդության առաջ չկանգնենք։ Բարդը լինի հենց այնպիսին, ինչպես որ մենք իրեն պատկերացնում ենք։ Մենք պիտի մեր հերոսին ընդգծենք, գծագրենք այնպիսին, որ ինչպես որ մենք պատկերացնում ենք։ Դրա համար հիմա մեր թելերին, մեր դեղնավուն հրաշալի թելերին կտանք կենթանություն ու կստեղծենք այս փոքրիկ կախազարդը։ Ուրեմն վերցնում ենք մեր վառ դեղին թելերը ու սկսում ենք կյանք տալ մեր գծագրին։ Այսպես ես յուրաքանչյուր դետալը հիմնականում ցուցադրում եմ հոլովակում, այստեղ և ձևավորում եմ գլուխը, առաջին շարքը սկսվում է 7 սյունից, երկրորդ շարքը սկսվում է ավելացումից, այսինքն ստացվում է 14 սյուն, երրորդ շարքը սկսվում է 21 սյունով, իսկ չորրորդ շարքը արդեն 28 սյուն մենք ունենք։ 28 սյունով մենք ոչ թե ավարտում ենք, այլ 28 սյունով մենք 11 շարք գործում ենք մեր գլուխը, հետո վերջում նոր ավարտում տեսք տալիս։ 12, 13, 14, 15 և 16-րդ շարքերում արդեն սկսում ենք կամաց-քամաց փակել մեր այս շարքը, գլուխը։ Ձևավորում է այստեղ գլուխ, հետ ենք գալիս 12-րդ շարք ու 12-րդ շարքում արդեն մենք ձևավորում ենք մեր այն հայտնի փոքրիկ պոտոկները, որ բարդը ունի ու գործում ենք դրանք առանձին։ Հետո դրանից հետո կձևավորենք մենք ականջը, տիկնիկի, ականջները ավելի ճիշտ, ականջները կձևավորենք, հետո կլցոնենք այսա ու արդեն ինքը պատրաստ կլինի, կմնա աչքերը և քիթիկը։ Այստեղ արդեն գործում եմ 11-րդ շարքը իմ, վերջին շարքն է։ Վերջին շարքը գործելուց հետո 12-րդ շարքում, հիմա կտեսնեք, ես գործում եմ հետևի պատից նորից։ Ինչի համար եմ գործում հետևի պատից, որովհետև մեզ առաջին պատը շատ հարկավոր է։ Մենք դրա վրա պետք է ձևավորենք պոտոկներ։ Հիմա կտեսնեք ինչպես եմ գործում հետևի պատից։ Հետևի պատից գործել, այստեղ ես մի փոքր սխալմունք կատարվեց, չիմանաք ամեն անգամ սխեմաները, որ գծագրում եմ, ինքը հարթ ընթանում է, չէ, այդպես չի, միշտ աշխատանքը իր բարդությունը ունի, այդ պատճառով ամեն անգամ, երբ որ առաջինը ստեղծվում է, միշտ գծում եմ, նկարում եմ, գործում եմ, գործելու ընթացքում տետրը միշտ պահում եմ դիմացս, որ կարողանամ այնտեղ նշումներ կատարել, փոփոխություններ կատարել, որ ճիշտ ստացվի։ Այստեղ հիմա հետևի պատից եմ գործում, հետևի պատը գործելուց հետո, նայեք, տեսեք, պատը արդեն պակասացումներն եմ կատարում, երկու հատ գործում եմ, մի հատ պակասացնում, հետո կգործեմ մի հատ, նորից մեկ հատ կպակասացնեմ, հետո կգործեմ ամբողջը պակասեցնելով, որովհետև այստեղ մենք պետք է վերջում ունենանք 7 սյուն։ 7 սյուն ենք ունենում, թելը երկար կտրում ենք ու երկար կտրելուց հետո կարում եմ։ Այստեղ մի փոքրիկ ծակ պետք է լինի, անցք է լինում, որտեղից որ սինծիպոնը լցնում եմ մեջը, լցոնանյութը, լցնում եմ մեջը, ճիշտ ասած ինձ համար գործիքով շատ հարմար է լցնելը, լցոնում վերջացնում եմ, հետո սկսում եմ մատով իրեն դասավորել, որպեսզի այսպես գունդ չառաջանա, հասկանում եք, որպեսզի երբ որ խաղալիքին ձեռք տաք, ինքը շատ հարթ լինի, հարթ երևա։ Այստեղ գործեմ կվերջացնեմ, հետո շարունակությունը, ահա տեսեք, նայեք, այստեղ արդեն ամբողջն եմ փակում, ոչ մի բան չկա, ամբողջը փակում եմ,
Ահա գործեցի, վերջացրեցի, անպայման թելը պահում եմ, հատը պահում եմ ձեռքիս մեջ, որ հանկարծ չխառնվի սինծիպոնի հետ, այստեղ լցոնում եմ կատարում, լցոնում եմ, հետո այս ես ճիշտագործիքով եմ լցնում, բայց հետագայում ես անպայման մատով ուղղում եմ իրեն, որովհետև ինձ պետքա, որ ինքը շատ հարթ լինի, պարտադիր։ Այստեղ լցոնում եմ, վերջացնում եմ, ահա, նայեք, մի անցքի մեջ 5 անգամ մտնում եմ, դուրս եմ գալիս և ամբողջ հատերը միասին գործում եմ, հետո գալիս եմ մեկ հատ բաց եմ թողնում ու ամրացում եմ տալիս, նորից շարունակում եմ այս գործողությունը մինչև շարքի ավարտը, այսինքն 5 հատ մեկ անցքի մեջ գործում եմ, ամբողջությամբ հավաքում եմ, պոտոկներ եմ անում, գիտեք ինչ, սրանք կոչվում են ավելի շատ ադիբուդիներ, պոպկորն ռուսերեն ասված, իրանք պոպկորն են կոչվում, ես դրանք եմ ձևավորում հիմա, անում եմ, վերջացնում եմ, ահա, ավարտում եմ, սա, այս շարքը կվերջացնեմ ու կանցնեմ արդեն լրիվ կարելուն, սա ձեզ համար թողնում եմ, որ դուք տեսնեք, թե ինչպես եմ գործում, որ ինքներդ էլ կարողանաք սա ինքնուրույն գործել։ Արեցի, վերջացրեցի, հիմա կձևավորեմ ականջները։ Ականջները ինչպես եմ անում, շատ ժամանակ մարդիկ իրենք առանձին գործում են, ամրացնում են, ես միանգամից վրան եմ գործում, ոնց եմ անում, սկզբում վերցնում եմ թելը, մեկ շղթա եմ անում և նորից մի անցքի մեջ միանգամից հավաքում եմ, գործում եմ, 5 սյուն եմ գործում կամ 4 սյուն, նայած թե ինչ չափի է ձեր խաղալիքը կամ կերպարը, ինչ չափի գլուխ ունի, այդ ժամանակ ես աչքաչափով որոշում եմ, թե որքան կարող եմ գործել, այս դեպքում ես 5 հատ եմ գործում, հետո ամրացում եմ տալիս, այստեղ կտրում եմ թելը, հետո մյուս ականջն եմ գործելու, նորից նույն ձևով, ոչ մի տարբերություն, պատկերացրեք, նույն գործողություն եմ կատարում, ահա, այստեղ արդեն թելով ասվածը, որ ասում եմ, թելով հիմա սկսում եմ կարել, հավաքում եմ ամբողջը ու փակում եմ արդեն, թելերը աշխատում եմ պահել, աշխատեք ինձանից ձեզ խորհուրդ, որ մինիմում 5 սանտի գոնե դուք թելը պահելու տեղ ունենաք, այնպես արեք, որ 5 սանտիմի չափ ձեր թելը պահվի, որպեսզի հետագայում երեխաները դե խաղում են, մարդկանց ձեռքին շատ է լինում, գոնե ինքը դուրս չգա ձեր պահված տեղից, հետո վերջում մի հատ ամրացում արեք, նոր անպայման։ Իսկ եթե ցանկանում եք մասնակցել իմ դասընթացներին, դրեք պլյուս մեկնաբանություններում կամ գրեք անձնական նամակ։ Սիրով, Սուսաննա։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Իսկ դուք
Չմոռանաք բաժանորդագրվել իմեջին, որպեսզի բաց չթողնեք մյուս հոլովակները։